Ժամանակին 4 տարի առաջ ասել եմ Հայաստանում կա 4 ճշմարտություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ճշմարտություն, Ռոբերտ Քոչարյանի ճշմարտություն, Սերժ Սարգսյանի ճշմարտություն եւ Նիկոլ Փաշինյանի ճշմարտություն։ Երբ որ դրանցից յուրաքանչյուրին լսում ես, կարծեք թե մենք գործ ունենք անխոցելի վարած քաղաքականության հետ, բայց երբ որ մենք համադրում ենք դրանք եւ բերում ենք այսօրվա իրականության համատեքստում ենք գնահատում, տեսնում ենք, որ յուրաքանչյուրի վարած քաղաքականությունը բերել է հասցրել է այս ամբողջ կուլմինացիան։ Ի վերջո ինչն է կարմիր թելի նման անցնում։ Կարգավորման որևէ սխեմայում, ծրագրում, առաջարկությունում բացակայել է Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչման գաղափարը։ Այսինքն որևէ կարգավորման փաթեթում դուք չեք տեսնի համաձայն եմ, բայց եղել է տարբերակ, երբ կարելի էր խուսափել հայաթափումից Արցախի։ Ցանկացած պարագայում հնարավոր կլիներ այդ առումով, եթե գնար, տեսեք, երբ էր ամենահավանական շրջանը։ Դա ապրիլյան լավագույն շրջանը դա կլիներ մինչև Հեյդար Ալիևի իշխանության ժամանակահատվածը։ Հեյդար Ալիև, այսինքն երբ որ Հայաստանը կամ հայկական կողմը առերևույթ հաղթանակած կողմ էր, Ադրբեջանը ծնկած վիճակում էր, Հեյդար Ալիևի մահվանից հետո, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, պարոն Մնացականյան, ես ամբողջովին ուսումնասիրել եմ նրա վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ռազմաքաղաքական քաղաքականությունը։ Նա այն նախագահն էր, որ նախագահ ընտրվելուց հետո նրա առաջին հրամանագրերից մեկը ռազմաարդյունաբերական նախարարություն ստեղծելն է եղել եւ Ադրբեջանի ամբողջ ներուզը ռազմաարդյունաբերական հիմքի վրա դնելն է եղել։ Այսինքն ինքը ի սկզբանե իր առաջ ռազմավարական խնդիր է դրել։ Մենք էլ գիտեինք այդ։ Մենք ոչ միայն գիտեինք, մենք ուսումնասիրություններ ենք կատարել, մենք ասելով մենք նկատի ունեմ Հայաստանի համապատասխան ինստիտուտները։ Այսինքն մեր աչքի առաջ ծնկած տեղից Ադրբեջանը 20 տարի մենք տվեցինք իրան քարտ բլանշ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը հենց դրան էր միտկված ստատուս քվոյի պահպանման արդյունքում հուսալ, որ ինչ որ մի փուլում միջազգային հանրությունը, այդ թվում նաև Ադրբեջանը կհամակերպվի Արցախի Ղարաբաղի կորստի հետ եւ ըստ էության այդ հակամարտությունը ի վերջո կավարտվի Հայաստանի հաղթանակով